Խոստովանեք, որ դուք էլ ինձպես մտածել եք, որ շերտավոր խմոր պատրաստելը աշխատատար եւ երկար գործ է։ Ես էլ էի այդպես մտածում, մինչեւ ընկերուհուցս 10 տարի առաջ սովորեցի այս բաղադրատոմսը։ Ձվի դեղնուցի վրա ավելացնում ենք աղ, լիմոնի աղ, քացախ եւ ձեթ։ Ամեն բաղադրիչը ավելացնելուց պարտադիր շատ լավ խառնում ենք։ Հետո ավելացնում ենք գոլ ջուր, ալյուր եւ մի լավ շաղախում ենք, մոտավորապես 7-ից 10 րոպե։ Այսպիսի խմորները սիրում են, երբ իրենց երկար ես հունցում, եւ այսպես մի լավ խփում ենք սեղանին, մոտավոր 30 անգամ։ Հետո տեղափոխում ենք տարայի մեջ, վրան ծածկում ենք եւ դնում ենք տաք տեղ 30 րոպե հասունանալու։ Այդ ընթացքում պատրաստում ենք մարգարինը, ամեն ինչ անում եմ կշեռքով, որպեսզի համաչափ լինի։ Բոլոր չափերը պարտադիր կգրեմ նկարագրության բաժնում։ Մեկ չափաբաժնից ստանում ենք 6 գունդ եւ 6 գունդ էլ մարգարին ենք անում։ Հետո մարգարինը տեղափոխում ենք գնդերի մեջ եւ այդպես սեղանի վրա թողնում ենք եւս 30 րոպե հանգստանա։ Հանգստանալուց հետո գրտնակում ենք, ծալում ենք, համաչափ պետք է ծալենք, որպեսզի շերտերը արտահայտիչ լինի։ Ծալելուց հետո դնում ենք սննդային թաղանթի մեջ եւ դնում ենք սառնարան 20 րոպեով։ Եթե խոհանոցում շատ տաք չի, կարող եք թողնել նաեւ սեղանի վրա։ Գրտնակում ենք 3 անգամ, ամեն անգամ 20-20 րոպե ընդմիջումներով։ Արդեն 1 ժամից կարող եք թխել ձեր սիրելի թխուկները, անպայման փորձեք։